Հարգելի գործընկերներ, շնորհակալություն ներկա գտնվելու համար, ներողություն, որ մի քիչ սպասեցրի ձեզ եւ շնորհակալություն դատական process-ները երկար ժամանակ հետեւողականորեն լուսաբանելու համար։ Մեզ շատ լավ հայտնի է, որ իրավական process-ները շատ հաճախ տևական եւ ձանձրալի են լինում։ Շնորհակալություն ձեր մասնակցության համար։ Որոշակի ժամանակահատված անցել է մեր նախորդ հանդիպումից եւ անհրաժեշտություններ առաջացել գտնել ինչ-որ պատուհան հայաստանյան դրահոսի իրավիճակում ձեզ ներկայացնելու եւ ընթացիկ զարգացումներ եւ այն ամեն ինչ տեղի ունեցել այս ընթացքում նաեւ անդրադառնալու այնպիսի հարցերի, որոնց հնարավորություն չէինք ունեցել նախկինում անդրադառնալ, հատկապես բարձր պաշտոն զբաղեցնող իրավապահների հրապարակային հայտարարություններին, թե առանձին արտակներում ներկայացրել ենք, բայց կարիք կար նաև որոշակի հարց ու պատասխանի ձևով այդ ամենը նորից ձեզ ներկայացնել։ Մասնավորապես այսօր ուզում ենք արտադատական կարգով հետ կիսվել մի փաստաթղթով, որը Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահը հայտարարել էր որպես Բաղդադ Սրբազանի ձեռքով գրված ահաբեկչության պլան։ Ընդ որում ձեր ուշադրությունն եմ ուզում հրավիրեմ, որ երբ որ գործը նոր էր հարուցվում եւ քննչական կոմիտեն, Հայաստանի Հանրապետության վարչապետը եւ նրա տարբեր սատելիտներ անընդհատ ինֆորմացիայով գրոհում էին հասարակությանը, այս